Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ տարածաշրջանային հարցերով զբաղվող Հակոբ Նալբանդի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Նալբանդ։ Բարև ձեզ, բարոն Գերագոսյան։ Արդեն վաղ առավոտից հայտնի է, որ Իրանն ու Իսրայելը պատերազմի մեջ են, նաև Միացյալ Նահանգները սկսել են Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ հասցնել Իրանին։ Ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Ուրեմն պետք է նախ գնանք շաբաթվա սկիզբը, շատ հետաքրքիր շաբաթ էր Նարեկ ջան, այս շաբաթ քրոնոլոգիական ձևով կամ նախ մենք չմոռանանք շատ կարևոր այցելություն տեղի ունեցավ Նարենդրա Մոդի Հնդկաստանի վարչապետը այցելեց Իսրայել։ Վերջը Սաուդի Արաբիայի նախագահ այցելեց Աբդուլ Ֆաթահ Սիսին, Եգիպտոսի նախագահ այցելեց Սաուդի Արաբիա, երկուշաբթի օր սրանք տեղի ունեցան։ Երեքշաբթի օր արդեն Ժնևի մեջ երկրորդ հանգրվանը տեղի ունեցավ Իրան-Ամերիկա Միացյալ Նահանգներու հանդիպումներուն, որում միջնորդ երկիրը Օմանն էր։ Իսկ այս ընթացքի մենք չմոռանանք, մեր աչքերեն փախած է հայկական մեդիան այդքան խոշորացուտի չակ դակ չարավ Աֆղանիստան, Պակիստան փախումը։ Տեսեք, Աֆղանիստանի Թալիբանը մի քանի շաբաթ առաջ հստակ հայտարարություն տարածեց, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարցակում կատարե Իրանի վրա, ինքը անպայման պիտի թիրքը ճշտե Իրանի կողմ։ Ես կգործեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանի ջամփով ինչքան էր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Պակիստանի մեջ որոշակի հարցեր կան, խնդիրներ կան, կապված Չինաստանի հետ կապված, գվադար նավահանգիստի հետ, բայց վերջը չենք չմոռանանք չինական հատուկ գներեք Պակիստանի հատուկ ծառայությունները շատ մեծ սերտ գաբերու մեջ են ամերիկյան հատուկ ծառայություններու հետ։ Ես կգործեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանի ջամփով Աֆղանիստանին խոսք հասկացուց, որ հանգարց եթե ես հարվածելու գնամ, արդեն դու պետք է չեզոք մնաս։ Եվ Աֆղանիստանը այդ մեսեջը ընդունեց։ Եվ ատկև է, տեսեք, Աբբաս Արաղչին հանդիպումներին հետ հայտարարեց, որ մենք խանդավառված ենք բավական առաջ խաղացում կա, իսկ ամերիկյան կողմը այդպես չէ լսեր։ Արտգործ նախարար Ռուբիոն ասա, որ իսկական հիաստապություն էր, իսկ այս բանակցություններուն նույնպես ներկա էր Մագադեի նախագահ Ռաֆայել Գրոսին, իսկ Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ Իրանը իր վերցված հաստատությունները երբեք չի կատարել։ Տեսեք, Իրանը շատ կարևոր ուրանի հարստացման 4 կենտրոն ունի՝ Նաթանզը, Բոշահրը, Ասֆահանը եւ Խորդոյում։ Իրանը երբեք նույնիսկ անցյալ հունիսին, որ Ամերիկայի զորքերը հարվածեցին այս կենտրոնները, նույնիսկ արիտ չդվին իրանցիները, որ այցելեն, տեսնեն ուրանը ինչ վիճակի է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները անպայման Իրանից կուզեր, որ ցենտրիֆուգներու մասին ինֆորմացիաներ տար։ Մագադեն եւ միջազգային հարություն Իրանին թույլ տված էր միան 5000 ցենտրիֆուգեր եւ առաջին երկրորդ ծերունդի, իսկ Իրանը արդեն հասած էր 6-րդ ծերունդի ցենտրիֆուգերու եւ արդեն 8500 թիվը անցած էր։ Այս կնշանակե, որ Իրանը շատ մեծ քայլերով արդեն ուրանի հարստացման մեծ լայն ճանապարհը ստացած էր։ Արդեն իրենք հայտարարած էին 60%, իսկ 6-րդ ծերունդը, որ ամերիկյան հատուկ ծառայություններում այդ Ամերիկայի վեդուճան կողմ այդ ինֆորմացիան կա, հնարավոր է, շատ հնարավոր է, որ Իրանը Չինաստանի օգնությամբ եւ Հյուսիսային Կորեայի ցենտրիֆուգներ ավելի նոր ծերունդներ ունի եւ իսկապես պատուհաս կդառնա, երբ Իրանը գորիզային միջուկային ռումբ ունենար դարաշրջանի մեջ, որ մե իսկապես Հայաստանի Հանրապետության համար շատ մեծ վտանգ է իմ կարծիքով եւ քո հարևանը Իրանի պես անգանխադեսելի ռադիկալ ուժերու գոմե ղեկավարվող Իրանը հանգարց դիրանա միջուկային ուժի։ Հիմա կներեք, մի րոպե, այս պատերազմով Ամերիկայի վերջնական նպատակը ո՞րն է, թույլ չտալ Իրանում ուրանի հարստացում, թե այլ քաղաքական նպատակներ ունի։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները քանի անգամ Իրանին արիտներ տվավ։ 3 հիմնական գետեր ուներ, Գարմիր գիծեր ուներ Ամերիկան։ Ուրանի հարստացումը մնա 3.67%-ի վրա, բալիստային հրթիռները եւ հիպերսոնիկ, սուպերսոնիկ հրթիռները, որ Իրանը գսվի, որ զարգացած է, մենք կտեսնենք, եթե Իրանը գիրառե սուպերսոնիկ հրթիռները, որոնք իսկապես վտանգ կսպառնային հիմնական Իսրայելի, Ամերիկայի, գիտեք, Իսրայելը Ամերիկայի միջին արևելյան ոստիկանադունն է։ Եվ երրորդը պրոքսի ուժերու մասին էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանեն կբարդատրել, որ այդ ուժերից Իրանը հրաժարվի։
արդեն կնշանակի, որ Իրանի ռեժիմը կապիտուլացիայի ենթարկվի։ Ես կգարձեմ այս մոմենտից երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներու իսկական նպատակը Իրանի ռեժիմը դավալելն է։ Այսինքն հնարավոր չէ այլևս։ Ռեժիմ ինքն լավ գիտե, որ արդեն վերջն է խաղի, ոչ մեկ միջազգային ուժ իրեն չի օժանդակել, ոչ ընկեր Չինաստանը կամ Ռուսաստանը, մենք չմոռանանք Նարեկ ջան, Իրան եւ Ռուսաստան ռազմավարական գործընկերներ են, բայց չկա այդպիսի կետ, որ երբ Իրանի վրա հարձակում կկատարվի կամ հագարակը բարդաթիր չէ, մյուս գործընկերը պաշտպանի հայտնեգին։ Նույնիսկ Իրանի ժողովուրդը գոհնակից չէ։ Կգարձեմ, որ Իրանի ժողովուրդն այս 1-2 օր վերջ կտեսնենք ապստամբություններ կսկսին, կառավարական շենքերի վրա հարձակումներ կսկսին, ներքի խլդուրներ կսկսին եւ Իրանը կգարձեմ, որ ռեժիմը կդավալվի, բայց Իրանը շատ երկար ժամանակով արդեն անգայուն տեկտոնիկ քաղաքական ոչ գայուն վիճակի մեջ կմտնի Իրանը։ Ինչու, եթե օրինակ Խամենեին եւ գործող մյուս պաշտոնյաները չլինեն, ինչ իրավիճակ է լինելու Իրանում։ Հիմա տեսեք Նարեկ ջան, Իրանի մեջ շատ հետաքրքիր թրություն է։ Իրանի հեղափոխական կորպուսներու ղեկավար մասը բարսիկներ են։ Իսկական Իրանի միջուկը բանակի ղեկավարությունը, բյուրոկրատիան Իրանի մեջ հիմնական ազերիներ են։ Իսկ ազերիները գիտեք մեծ թիվ են Իրանի մեջ, մոտավորապես 30-40 միլիոն են։ Իսկ Իրանի ազերիները շատ մեծ տարբերություն ունին Ադրբեջանի ազերիների հետ։ Կրոնական առումով, աշխարհայացքներով, իսկ այս Իրանի ազերիները ընդհանրապես գոհնակից չեն, որ Իրանը այսպիսի լարված վիճակի մեջ պահեն, տնտեսական խեղճ վիճակի մեջ պահեն, հարևաններու հետ բոլոր լարվածության մեջ պահեն Իրանը։ Այդ պատճառով ես կգարձեմ, որ Իրանի մեջ երբ ճուղում դեղի պիտի ունենա, բանակը պիտի դառնա ժողովրդի կողմը եւ բանակը երբեք չի այս անգամ գրակ մանալու ժողովրդի վրա։ Արդեն մենք չմոռանանք, այս կհետևեի ուշով Իրանի մեջ դեղի ունեցող հարցերու մեջ, արդեն ժողովուրդը սկսած է հարձակել հիմնական հեղափոխական կորպուսներու գետրոններու վրա, փասիժի գետրոններու վրա, փասիժը իրենց հատուկ ծառայություններն են, որ հիմնական այդ ուժներ, որ Իրանի ցուցարարներու վրա գրակներ բացին, սպանեցին երիտասարդներ, անգայուն վիճակ է մեր խոսքով Իրանի մեջ եւ շատ ուշագրավ էր այս օրերուն Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի այցը Իրան։ Մինչեւ հիմա չեմ գիտեր ինչու գնաց Պաշտպանության նախարարը, ինչ փոխանցելու գնաց, բայց կգարձեմ, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը գնաց մեկ հստակ մեսեջով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք պլատֆորմ չի դառնալու, եթե հարձակում տեղի ունենա Իրանի ոչ հայկական օտային տարածքը, ոչ ցամաքային տարածքը Իրանի հարվածելու բան չեն դառնալ միջոցներ։ Տեսեք, չմոռանանք Նարեկ ջան, Իրանը այսօր 6 երկիր իր հարևաններն հարվածեց՝ Իրաք, Սուրիա, Բահրեյն, Քուվեյթ, Սաուդի Արաբիա, Դուբայ, Կատար, այսինքն մեկ հատ խենթանոց վիճակ է, այսինքն արաբական աշխարհի մեջ իսկական հատկապես Սաուդի Արաբիա եւ Էմիրատի մեջ շատ խորը հագասություններ կային, այս բոլոր հագասությունները գարձեք թե միացուցին նույնիսկ թակաժարանքը Մոհամմեդ բին Սալմանը Սաուդի Արաբիայի, որ իսկական մեծ ուժն է արաբական աշխարհի, իսլամական աշխարհի, ամբողջ օր այսօր հերախոսակապի մեջ է Բահրեյնի թագավորի հետ, Իմարատի հետ, որ լուրջ փախումներու մեջ են իրենք քիչ-քիչ, մենք երևի խոսենք իսլամական ցեղավորող նոր ՆԱՏՕ-ի մասին, Գարմիր ծովի շուրջ ցեղավորող տաշիկներու մասին, այս բոլորը Նարեկ ջան անպայման աբակային անդրադառնալու են տրիպի աշխատանքի վրա, տրիպի աշխատանքը շատ ավելի կարևորվելու է ստրատեգիականորեն իր քաղաքական խորությամբ, աշխարհակրական խորությամբ, ես կգործեմ քիչ-քիչ արիտ կունենանք մենք խոսելու ինչ կդեղի կունենա աշխարհի մեջ, ինչ կաբունի Թուրքիա, Պակիստան, Սաուդի Արաբիա, Սոմալի Տաշինքը, դրա փոխադիմացը Էմիրատներ, Իսրայել, Հնդկաստան Տաշինքը եւ անշուշտ առաջին Տաշինքի յետևը Չինաստանն է։ Ես կգործեմ, որ տեսեք հիմնական դուժողները մեկը թե Չինաստանը պիտի դառնա։ Իսկապես Ամերիկան Բրեժինսկի դրակերից մեկնած 7 երկիրի մասին էր, 6-րդ երկիրը արդեն Իրանն է, որ պիտի ներսից կայքայեն, եւ Իրանը կկայքայվի լրիվ չինական Ջանաբար կոդի ծրագիրը շատ մեծ խոչընդոտներ առաջ կգանքնի։ Հիմնական նպատակը այդ է։ Մենք չմոռանանք Հորմուզի ջրանցքով օրական 2 միլիոն վարիլ Չինաստան
Իրանից նավթ կուղվի, էժան կինով։ Պատկերացրեք, եթե այդ մեկը չուղվի, ինչ կգադարվի Չինաստանի հետ, չինական արդյունաբերությունը ուր կհասնի։ Ճիշտ է, պետրոլի քիները հաստատ թռնելու են վերև։ $65 հասնելու են 120, 130, 140 դոլարի, որովհետև 125 աշխարհի պետրոլի Հորմուզի չրանցքով դուրս կգա։ Բայց Հիմա այստեղ ասում են շահող փակ կողմը կա։ այդ նեղուցը փակել է Իրանը։ Հիմա պիտի փակվի վերջի հաշվով, բայց Իրանը տեսեք, նույնիսկ Իրան ամենապատերազմի ժամանակ 80 թվականից 88-ը գներեք, Եվ այդ նեղուցի այդ փակվելը ինչ ազդեցություն է ունենալու։ հիմնական տեսեք շատ ստրատեգիան նախ չինական արդյունաբերությունը խփվելու է, որից իսկապես կօգտվի Հնդկաստանը, եւ երկրորդը չմոռնանք նարեկ այն որ պետրոլի քիները կբարձրանան, այնտեղ ամենամեծ օգտվող երկրներից մեկը մեր ճագերտներու մեջ հավերժական հարևան տրացի կամ բարեկամ Ռուսաստանն է, որովհետև երբ որ կբարձրանա պետրոլի քիները Ռուսաստանը կսկսի հավելյալ ֆինանսներ ունենալ եւ այդ ֆինանսներով ինքը կգնա երկարացնել Ուկրաինայի հետ պատերազմը։ Այսպեսի վատ դրություն կա, այս շատ վտանգավոր բան կա։ Տեսեք, երկու օր առաջ իմիջիայլ դե Ռուսաստանից խոսք բացվեցավ, շատ կարևոր ինֆորմացիա կուզեմ փոխանցել մեր լսարանին։ Տեսեք, երկու օր առաջ FSB-ի ղեկավարության հետ հանդիպած էր Պուտինը եւ այնտեղ հայտարարեց, որ իր մոտ կոնկրետ տվյալներ կան, որ արևմտյան ուժեր ինքը չնշեց, բայց հստակ է, որ Ամերիկան եւ Անգլիան ուզում են Սև ծովի դակից դեպի Թուրքիա երկարացկվող գազամուղերը բայթեցնեն, South Stream եւ Turkish Stream-ը։ Մենք չմոնանք Բալտյան ծովի դակ ինչպես դեպի Գերմանիա ուղղող գազամուղերը բայթեցվեցան։ Հիմա Պուտինը ուղղակի Թուրքիան զսկուշացուց, որ այդպիսի ծրագրեր կան, հանգարց դուք պատրաստ եղեք։ Այսպիսի բահերալ կան Նարեկ ջան։ Շատ հնարավոր էր վաղը խողովակաշարերը բայթին եւ Թուրքիան հայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ, որ մենք վնասենք որոշ բաներով, իրարանցում կդառնա։ Հիմա Իրանում ինչ իրավիճակ է, դուք հետևում եք զարգացումներին, ճիշտ է, տեղեկությունները շատ սուղ են, որովհետև ինտերնետը սահմանափակված է, անկախ մեդիա չկա Իրանում, բայց այնուհանդերձ այս պայդրությամբ ինչ է հայտնի։ Հիմա օրինակ ես քիչ առաջ հետևე իսրայելյան մամուլին, դե իսրայելյան մամուլը իր մեծ ցանց ունի Իրանի մեջ, գսե որ արդեն Ալի Խամենեին սպանված է, իսկ Reuters-ը հայտարարեց, որ Պաշտպանության նախարարը եւ հեղափոխական կորպուսներու ղեկավարներն սպանված են, իսկ Աբբաս Արաղչին հագարակը ուզեց փաստեր, բայց ինքը ասեց, որ Բարադագերը գար Աբբաս Արաղչին ասել, ես կգարձեմ, որ հնարավոր է, որ Ալի Խամենեին ողջ է, այդ հնարավոր է բառը փանարին է, տեսնենք ինչ կգադարվի։ Իսկապես Տահրանի մեջ սկսած էվակուացիա, ժողովրդին կսեն հեռացեք Տահրանից, իրենք հերավոր ծրագիր արդեն ունեին Իրանի ղեկավարությունը, որ նոր մայրաքաղաք սարքեն, հիմա երևի մեկ իրենց արիտ է, բայց ես կգարձեմ, որ այս ռեժիմը դաբալվելու է, վերջ ունի, իսկապես գծծա Իրանի ժողովուրդը։ Ինչ կան Իրանի ժողովուրդը։ Այո, դուք չտեսնեք ինչպես Ալի Խամենեի որ նստավերը հարվածվեցավ, ինչպես ցնծություն կար երիտասարդության մեջ, համալսարանի մեջ, փողոցները, բոլորը կցնծային Իրանի մեջ։ Շատ զարմանալի, բայց իրավունք է, որով մարդիկ 45-50 տարի ջնջման տակ են եւ բոլոր հարուստ երկրի այդ մշակույթով, տնտեսությամբ, բացմությամբ հարուստ երկիրը ինչի վերածեցին։ Իր պատկերացեք Իրանի մեջ միջին աշխատավարձը $100 չի հասնի։ Եվ այս գործողություններով ռեժիմը կտապալվի, թե ընդհանրապես եք ասում, որ տապալվելու է։ Տեսեք, արդեն նախագահ Տրամփը ասավ մենք ծեր արչև ճանապարհը կփանանք ժողովրդին եւ արդեն ռեժիմը դաբալելը անշուշտ ովը մեկ ռեժիմ, ովը մեկ չպատկերացնե որ օտային հարվածներով կամ հրթիռներով ներսից ռեժիմ կդաբալվի։ Ռեժիմները երբ որ ուղղակի ցամաքային զորքեր կմտնեն երկրները ճանաչ ռեժիմները դաբալվին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք այդպիսի քայլի չի դիմել, գդրուկ քայլ է արդեն մենք չմոռնանք 10-րդ ամսում նախ Ամերիկայի մեջ միջանկյալ ընդրություններ կան կոնգրեսի 1000 հաշիվ գնե Տրամփը որ դանուր չդա այդ մեկը եւ ինքը այդ ռեժիմ դաբալելու գործը թողած է Իրանի ժողովրդին վրա։ Եվ ես կգործեմ որ Իրանի ժողովուրդը այս անգամ տիրդելու, հատկապես որ ես 40 եղավ
մոտավորապես տանհակահ Տրամփը թիվ հայտարարեց սարսափելի թիվ էր 30,000-ի մասին էր խոսքը։ Ես կգարձեմ այս անգամ ժողովուրդը ապստամբելու եւ չի նստելու այս անգամ։ Եվ երկար շարունակվելու է։ Արդեն Իսրայելը հայտարարեց առաջին հանգրվանը դեվելու է 4 օր, իսկ երկրորդ հանգրվանը արդեն բաց է։ Ժանգետներ չէին նշած։ Եվ գարդես թե միջազգային կոնսենսուս առաջանում է արդեն այս հարցի շուրջ եւ արաբական աշխարհն արվեճը միանալու է։ Արաբները չեն լրելու եւ որ իրենց մայրաքաղաքներու սրդերը կհարվածվին, ինչքան էլ իրենք ամերիկյան բազաներ կհարվածեն իսրայելցիները, իրանցիները, բայց վերջին հաշվով ազատ երկիրներու օտային դարածները կխախտեն, չէ՞։ Բայց այնուհանդերձ այս ամերիկա-իսրայելական այս ծրագրով են անմեղ մարդիկ զոհվում, օրինակ աղջիկների դպրոցը, որտեղ ասում են, որ մի քանի տասնյակի է հասնում զոհերի թիվը, շուրջ 100-ի հասնող թվի մասին են հիմա խոսում։ Սա արդյոք խնդրահարույց չէ, քանի որ նշում են, որ ռազմական օբյեկտներն են թիրախավորում, իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորում, բայց արդյունքում զոհվում են խաղաղ իրանցիներ։ Դեսա շատ ծավալի աղջիկներու դպրոց էր։ Հիմա ես չեմ գիտեր ինչքանով ճիշտ է իրավ է։ Գիտեք Իրանը մանիպուլացնելու վարպետներ են։ Հնարավոր է որ հին վիդեոներ լինեն կամ Չինքն իհարկե ծավալի բան է որ բادرամի ժամանակ ասպի զոհեր ալ գտական։ Ինչ ասենք մեծ զոհերը, մեծ խաղերը Արդյոք աշխարհը սա կհանդուրժի ժողովրդավարությունը կարևորող պետություններ, օրինակ ինչ կանեն Ֆրանսիան այս պահին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Այո, գես գիշերի ՄԱԿ-ի ապահովության խորհրդի արտահերթ նիստը իհարկե Չինաստանը եւ Ռուսաստանը ինչ որ իրենց ծրագրերը կներկայացնեն, բայց ես կգարձեմ ամերիկյան եւ կգասկածեմ անգլիական վետոյեն, ամերիկյան վետոյով ոչ մեկ առաջխաղացում չի լինել։ Դեսեք ամերիկան աշխարհի անկալումը կփոխվի, դեսեք Նարեկ ջան, օրինակ մենք չմոռանանք ինչ տեղի ունեցավ վերջերս Վենեսուելայի մեջ, իսկույն Վենեսուելայի նախագահային Արին ու Դարին կամ հիմա նույնը Կուբայի մեջ կգարձեք թե տեղի պիտի ունենա, այսինքն ամերիկան շատ գոշ թիվերով գմիջամեդե, բայց դեսեք ամերիկան ուր գմիջամեդե, ոչ թե գմիջամեդե ժողովրդավար երկիրներ, այրատ երկիրներ, որ իսկապես աշխարհին գսպարնան։ Օրինակ մենք չմոռանանք ինչ տեղի ունեցավ քանի մորոջ Մեքսիկի մեջ, ինչպիսի քարտելի ղեկավար սպանեց ամերիկան, որ ամբողջ ամերիկայի ժողովուրդը ֆենտանիլի մատակարար էր։ Այսինքն մեղադրելու բան չկա այստեղ, որ Վենեսուելայի նախագահը դարձած է արդեն նարկոբարոն, նարկոտիկները կդեղափոխեն տարբեր երկրներ աշխարհի, հատկապես այնտեղ մենք չմոռանանք թուրքական դարը, Թուրքիան այդտեղ Էրդողանը շատ մեծ նշանակություն ունի։ Դեռ Էրդողանին գոկտակորձե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ երբ որ ժամանակը կա բոլոր այդ փաստերը արժեվ տնելի է։ Իմիջայլոց իրարանցում է Թուրքիայի մեջ, հատկապես թուրքական նախագահական բալադի մեջ, որովհետեւ գրեք կգարձեն որ Թրամփի թիրքերը կթույլնան եւ երբ որ նախագահ Թրամփի թիրքերը թույլնան 10-րդ ամսուն դեղի ունենալիք ընդդրություններուն կոնգրեսային անցումային Էրդողան եթե հանգարց նախագահ Թրամփ գաղ փաթիգի դրության մեջ հայտնվի անպայման անդրադառնալի է Էրդողանի ավակայի վրա եւ ինքը դատվելու է այդ առումով շատ սրվերը հարաբերություններ Թուրքիայի մեջ ես ուշիշով հետևում եմ այդտեղ ինչեր են կատարվում իհարկե Հայաստան մեր հարցը չէ այսօր քննարկելը արի դեղեցություն Իսկ Իրանում տեղի ունեցող այս զարգացումները տարածաշրջանում ընդհանրապես տեղի ունեցող այս պատերազմական իրավիճակը ինչ անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա Տեսեք Նարեկ ջան եթե դա աստված որ Իրանի մեջ ռեժիմը դավալվի մի քիչ Իրանը իսկապես դժվար ժամանակներ անցնելու է հատկապես որ Իրանի հիմա այլ ընդրանքային անցումային կառավարությունը դժվար մի ցեավորվի իհարկե Իրանի շատ ինտելիգենտ խավեր կան մենք անգամ խոսած ենք մենք անգամ մուջահիդի խալqi մասին ցախագոմյան ուժերու մասին որոնք Ամերիկայում են Գերմանիայում են այս ուժերը արդեն պատրաստ են իսկ ինչ կմնա Շահիդ ու Ռիզա Բահլևիի հարցով մի քիչ գասկածելի է Ռիզա Բահլևին կներեք Ես ասում եմ Հայաստանի վրա ինչ ազդեցություն է ունենալու Այ ես ասում եմ երբ որ անցումային շրջանը երկարի Հայաստանի նախ եւ դնդեսաբես Հայաստանը կփարավի գոկտվի որովհետեւ դեսեք ծանր սանկցիաներ են Իրանի վրա եւ որ այդ սանկցիաները վերանան
բոլոր աշխարհի ցերկերը արդեն փաս ազատ կդառնան եւ գգարձեն հյուսիս հարավի աշխատանք կգակտիվանա ավելի մենք ազատ ձևով ալտերնատիվներ կունենանք դիվերսիֆիկացիայում մեր տնտեսությունը եթե պատկերացեք Իրանի հետ իսկական ջուրի ճգնաժամ է եթե մենք կարողանանք Իրանի միան ջուր վաճառել հսկայական գումարներ Հայաստանի Հանրապետության բյուջեն կգործե մենք կնանք շատ ավելի հեշտ ցերով գազ բերել մատակարարել Իրանից նավթ բերել այդպիսի հնարավորություններ են եւ մենք հնարավորություն ունենք իրանյան ընկերությունները իրանյան լոգիստիկ առումով գտնվի արդեն Բարսից ծոցը թեպի Սերձով այդպիսի հնարավորություններ կբացվի մեր առջև եւ կգարձեն որ աբակային հետ որ այս բոլոր իրանցումը ասնի եւ տրիպը իր բնական ընթացքը ստանա Կներեք, ներողություն, դուք հիմա ասում եք, թե ինչ կլինի, եթե մենք ունենանք ժողովրդավարժական Իրան, ես ասում եմ այս պայմաններում այս ռազմական գործողությունները Հայաստանի վրա որևէ ազդեցություն ունենալու են, թե ոչ։ Հիմա կգարձեն, որ Աստված ոչ է որ հարցերը երկարին ու ես միշտ գաղթամ քաղաքականներու հոսքերից Նարեկ ջան Դեսեք թուրքական սահմանի վրա արդեն Թուրքիան շատ երկար ժամանակ է ցեմենտային բادر կգառուցե, որ Իրանից 95 միլիոն ժողովուրդ է գդակ չէ Իրանը, շատ մեծ ժողովրդականություն, շատ մեծ ժողովուրդ ունի, բնակչության թիվը շատ մեծ է, եւ Հայաստան շատ հնարավոր է որ մեծ ալիքներ, քաղաքականներ ու ալիքներ կան, մենք չբորնանք ինչքան մոտ է Թավրիզը, Թավրիզ քաղաք, որ ազերիներ են, եւ քաղաքականի անվանն ամեն ցևի մարդ, ամեն ցևի դեսագի մարդ, ամեն Քեշ տպատներով մարդիկ գնան Հայաստան ներթափանցել, պետք է Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերը գետերը շատ զգուշ լինեն, հատկապես Մեղրիի մեջ, Գորիսի մեջ, այսինքն պետք է որոշակի արտակարգ դրություն հայտարարվի այդ կողմերի վրա։ Շատ վտանգավոր դրություն է, որ այս հարվածներն երկարացկվին։ Հիմա Հայաստանի իշխանությունների արձագանքը համարժեք է, մինչ Իրանն ու Իսրայելը իրար են տալիս, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր նախարարների հետ ուրախ ավտոբուսով շրջում էր Արարատյան դաշտի բնակավայրերում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Իհարկե, ցինիզմ է, աշխարհը բոլոր գրակներում մեջ իրենք պերաշկի դելով զբաղվում էին։ Դուք տեսեք ամբողջ աշխարհը իրար անցած է, ամբողջ աշխարհը շունչը բռնած լուծումներ է փնտրում։ Այսինքն պետք է հիմա լրջության բահ է, քիչ առաջ հայտարարություն կար, բայց հայտարարությունը որտեղ եղավ, երբ մեր ազգային ապահովության խորհուրդը հավաքվեցավ, ես զարմացա, որտեղ է, կարող ավտոբուսի մեջ հավաքվեցան, ավտոբուսի մեջ իրեն ժողովը գումարեցին Արմավիրից դեպի Երևան ուղղելու ժամանակ։ Պետք է շատ լրջության բահ է հիմա, համաշխարհային մեծ վտանգ կա հիմա, մեծ վտանգ կա, նոր աշխարհագարքի ցեղավորման բահ է, եւ մեր կտին դակ է Իրանը։ Եվ ամփոփելով, սա կարող է ավարտվել այս իսլամական հեղափոխության պահապանների իշխանության տապալմամբ, թե ոչ այս ռազմական գործողությունը։ Ամերիկայի վերջնական նպատակը այդն է։ Դա աստված որ նպատակին հասնի։ Եթե նպատակին չհասնի, իսկապես աշխարհը այս անգամ ավելի ագրեսիվ Իրանի հետ գործ պիտի ունենա։ Գդրուկ բան է ասում, շատ վտանգավոր դրության կմտնի։ Հունիս ամսուն չգրցան այդ ներքին մեկին վերջագետներ, իսկ հիմա էլի Ամերիկայի Միացյալ Նահանգներուն, Իսրայելին, պետք է բոլոր աշխարհը միանա, հիմա տեսակ քիչ նոր երկրներ սկսա միանալու, Ավստրալիան ինչ որ հիշեմ, Սլովակիա, դարբեր երկրներ արդեն այդ կոալիցիայի մեջ մտնում են։ Ես կգարտեմ արաբական աշխարհն ալ միանալու է, արաբական աշխարհը հարվածները բարձավես չի անցնելու։ Անպայման արաբները վերջը համարժեք պատասխան տալու են Իրանին։ Ինչ կնշանակի, այսօր դու հարվածում ես Բահրեյնի մայրաքաղաքը, Դուբայը, Աբու Դաբին, Սաուդի Արաբիայի մայրաքաղաքը, Սիրիան, Բաղդադը, Էրբիլը, Քյուրդիստանը, այսինքն արաբները անպայման վերջը իրենք էլ համարժեք պատասխան տալու են Իրանին։ Այսինքն նոր ճակատ կբացվի Իրանի համար։ Իրանը 10 ճակատի վրա պիտի գրվի, վերջին հաշվով։ Ես կգործեմ վերջին դակը բահմ պիտի կա, որ տեսեք շատ վտանգավոր Իրանի մեջ ամենալարված ռումբը իրանյան բելուջներն են։ Սիստան Բելուջիստանը, Իրանի հարավ-արևելյան կողմերը ամենավտանգավոր էթնիկ մասը, որ գուզեմ միշտ Իրանին փաշնվիր, Սիստան Բելուջներն են։ Անպայման դեր պիտի կա, որ Պակիստանը ուժերուն օժանդակե ուժերն ալ ներսեն հարված են, մխրջեն Իրանի
դիկտատորական ռեժիմի Թաշունով իրենք մխրջելու են վերջը։ Եթե ներսից ինչ որ բեկ բարակդում պիտի լինի, եւ չեմ գտել արաբներից դուրս գտնելը, ոչ այլ քյուրդերը հնարավոր է միանան, դեղը իրենք հadoop գազագերբություններ ունեն, այդ փեժակը, բանը քյուրդական գազམ་ություններ են, բայց ազերիներ երբեք այդ խաղի մեջ չեն ներ եւ արաբները իսկ հիմնական հարվածող ուժը Իրաքի, եթե Իրանի մեջից դավալելու են, դրանք լինելու են Սիստան Բելուջները եւ քյուրդերը։ Եվ առաջին խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին նշել է, որ մի քանի հրամանատարներ գուցե Իրանը կորցրել է, բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Նշեմ, որ Ռոյտերսը ավելի վաղ նշել էր Պաշտպանության նախարարի իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարի մահվան մասին, իսկ հոգևոր առաջնորդի մահվան լուրը ոչ միանշանակ էր հերքել արտգործ նախարար Արաղչին։ Սա ինչ է նշանակում, որ նաև Խամենեիի կյանքն է վտանգված կամ արդեն նա գոյություն չունի։ Դեսեք Իսրայելի դասեկոտ Ալի Քաթմեգը հայտարարեց, բայց տեսնենք մենք չմոռանանք եւ Իսրայելը հարվածեց Հասան Նասրալլահին Բեյրութի հարավային արվարձաններում մեջ նույն հանգերքը մենք տեսած ենք։ Այսինքն մեզ համար նորություն չէ, երբ որ գիշեք ուղղաթիռը ինգավ Իրանի նախորդ նախագահի Իբրահիմ Ռեյիսի նույնպես իրեն քաղաքին դեմագոգիա արին 18 ժամ չէին հայտարարել։ Այսինքն Իրանը ասպիսի դեմագոգիաներու մասնակետ է իրանցիները։ Ես կգարձեմ, որ դվյալները կոնկրետ էին, Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կոնկրետ դվյալներ ունեին, իրենք շատ մեծ ցանց ունեն դրանց մեջ աշխատող եւ կգարձեմ, որ ինչ որ պիտի եթե արցանակություն կա պիտի ինչ որ ելել խոսի հայտարարեն, որ քիչ հետ ելել խոսելու է TV-ներով Ալի Խամենեին, կգարձեմ նախորդ արցանակրված բան է։ Եվ Հայաստանն ինչ անելիք ունի այս իրավիճակում, ինչ դիրքավորում պետք է ընտրի։ Հայաստանը նախ իր սահմանները շատ լավ պետք է պաշտպանի, պետք է Հայաստանի մեջ կգարձեմ, որ անպայման պետրոլի քիներու վրա աստերուի համաշխարհային առումով պետք է մենք շատ արագ ձևով անփարենք ինչ որ գազ է, պետրոլ է, որովհետև անդրադառնալու է մեկին վրա եւ չեզոք թիրք պետք է փռենք։ Մենք մեր թիրքը մենք գործ ունենք, մեծ խաղի մեջ մենք գործ ունենք, ուղղակի ոտքի դակ կերտանք։ Հատկա մեծ է որ էս աշխարհագարկ կփոխվի։ Այս խաղի հիմնական ուղղվածությունը թեպի Չինաստան է։ Իսկ այս փոլորեն եթե որ փոլորես ճուրերը կհանգստանան, իսկապես տրիպի արժեքը մեջտեղ ուկա, որովհետև ես քիչ առաջ որ ասի դարաշրջանի մեջ, Ասիայի մեջ, Հարավային Ասիայի մեջ, արաբական աշխարհի մեջ տաշիկներ գծավորվին, որ վաղա տաշիկները իրար պիտի բալանսավորեն, բարին վադա առումով եւ Գարմիր ծովը այդ ճանապարհները, չրային ճանապարհները իսկապես լարված պիտի դառնա, իսկ ռուսական պլատֆորմը սիբիրիական տրանսսիբիրիական երկաթգիծը Չինաստան հատկան արխանտավարված չօգտագործելու եւ այստեղ է որ արդեն տրիպի իմաստը շատ կշեշտվի։ Ես այստեղ եմ գողորտորեմ Հայաստանի Հանրապետության կառավարության շատ արագ պետք է ռուսական երկաթգիծերու այս հարցը լուծվի։ Այլևս չեղարգեն, ինչ կնեն ուղղակի մենք ժամանակի գորուստ է մեզ համար եւ ստրատեգիական վնաս է մեզ համար, որ Ռուսաստանը միշտ պիտի խոչընդոտի դեռ մինչեւ 2028 դեռ ռուսական իշխանության դակ է երկաթգիծերը RŽD-ն ռուսական։ Եվ տեսեք, CNN-ը հաղորդեց, որ Իսրայելի թիրախում ռազմաքաղաքական ղեկավարությունն է Իրանի, Միացյալ Նահանգների թիրախում ռազմավարական օբյեկտները։ Եվ Իսրայելի այդ ցանկում նաև նախագահ Մասուդ Փեժեշքյանն էր, օրինակ նրան ինչի են ուզում սպանել, որովհետև ըստ էության առաջին պահին պաշտոնավարման եւ այս ընթացքում էլ որ Իրանում նախորդ տարվա դեկտեմբերից այդ ցույցերը սկսվեցին, նա ներկայացվեց որպես փոփոխությունների ձգտող գործիչ, հիմա ինչու են ուզում իրեն էլ շարքից հանել։ Ես հիմա իսկապես զարմացա, որ առաջին հարվածներից մեկը Մեսուդ Փեժեշքյանին հասավ նախագահական նստավայրի, ինչպես որ ասիկ Մեսուդ Փեժեշքյանը գերեւի ամենա մոդեռնիզմի ագուտներու մոտ կանոց նախագահ է։ Գգարձեմ որ ասալ խաղա մեջը, մենք չմոռանանք անցյալ օր Լա Ֆիգարոյի մեջ շատ կարևոր
բան կար, հոդված կար, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ավելի արևմտյան ուժերը շատ մեծ հույս դրած են նախկին նախագահ Հասան Ռոհանիի եւ նախկին արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի վրա։ Եվ այս երկու կարևոր անունները, այս ռեֆորմիստ անունները դնային գալանքի դակ էին։ Իսկ հիմա հիմնական թիրախը, եթե հանգարց սպանված լինի Ալի Խամենեին, իր փոխանորդ արդեն ինքը երկու առաջ իր լիազորությունները փոխանցած էր իր ազգային ապահովության խորհրդի նախագահ Ալի Լարիջանիին, իսկ երկրորդ մագարտակի վրա խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բախր Ղալիբաֆի։ Այսինքն Ալի Լարիջանին գիտեր, որ այսպիսի բան պիտի կա, արդեն ինքը իր ալտերնատիվներ ուներ եւ նույնիսկ մեկի թե երկու ալտերնատիվ ուներ։ Տեսնենք, իսկապես իմ Իրանի մեջ, եթե Ալի Խամենեին սպանված է, իսկապես հատե ուժի եւ նոր ցեղավորվող ուժի մեծ փախումներ դեպի դյունան։ Ես կգարձեմ նախագահ Մասուդ Փեզեշկյանը ռեֆորմիստական կողմ պիտի բռնե։ Եվ արևմուտքի համար կգարձեմ բարոն Մասուդ Փեզեշկյանը ընդունելի ֆիգուր է, որ անցումային այդ կառավարության մեջ ինքը իր որոշակի թերը կդարի։ Եվ Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի, թե չէ, մասնավորապես դատապարտի, զսպման կոչ անի կողմերին։ Երկրորդ ավելի ճիշտ է, Հայաստանը միան պետք է զսպման կոչ անի, այդ կամպան դատապարտել ինչ մի դատապարտել, որ արևմուտք եկել է քրքին տակը վտանգավոր կանցերոգեն 40 տարի է աշխարհին terrorism դարձրող երկիր հարվածում է լավ է անում։ Հայաստանը միան պետք է չդատապարտել, դիտորդի տերգիվտերի մնա եւ մեր շահերեն մեկն իսկապես նարեկ ճանաչ որ ավելի գանխատեսելի Իրան, ավելի բաց Իրան, սանկցիաներու բաժանմիջոցներեն դուրս եկած Իրան իսկապես մեծ հարստություն է աշխարհի երկրորդ ռեզերվուարն է գազի, պետրոլի, ճանապարհներու Իրանը Մենք Իրանի ջանապով հանկիստ ահագին ճանապարհներ կբացի լոգիստիկ մեր առջև Իրանով եւ հակառակը իրենց համարալ։ Ես կգարձեմ, որ այս շատ չի թիմանալու այս ռեժիմը եւ դավալվելու եւ որով այս ռեժիմը իսկապես ժողովրդականություն չունի այս ռեժիմը, վերջացած է։ Եվ որ մարդիկ սոված են այլևս ինչ ռեժիմի մասին, ում պիտի պաշտպանեն։ Եվ որ իր ժողովրդի վրա գրակ կփանա ու 30,000 մարդ սպանած է ու անմեղ երեխեք գախաղաներ բարձրացած են։ Եվ վերջում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը նախատեսում է այնուհանդերձ փակել ռազմավարական նշանակությամբ Հորմուզի նեղուցը, սա աշխարհում ամեն օր սպառող նավթի մոտ 20% փոխադրող հանգույցն է։ Արդյոք սրանից հետո Միացյալ Նահանգները, Իսրայելը իրենց գործողություններում հետ քայլ կանեն, թե ոչ։ Դեսեք, արդեն ալտերնատիվներ կան։ Մենք չմոռանանք ինչպիսի մեծ ակտիվությամբ Նիժերիայից դեպի Ալժիր, դեպի Եվրոպա երկարացկվող խողովակաշարը արդեն դիսկրի շուտով աշխատելու Նորվեգիան իր արտադրությունը կավելացնե, Ամերիկայի Միացյալ Նահանգները ճիշտ է աշխարհը իսկական ճգնաժամի կմտնե, դուք ճիշտ եք, ստիմ գործակալությունը հեղափոխական կորպուսները ապիսը հայտարարությունով, բայց Իրանը իսկապես իր ոտքի վրա կգրա եւ որ Հորմուզի չրանց կփակե։ Ես կգարտեմ Հորմուզի չրանց երկար չի փակվի, որովհետեւ Իրանի իսկական Ապրելու երակն է Հորմուզի շրանցքը, եթե ինքը պետրոլը չծախե չի նավթանին, իսկապես տնտեսական կոլապսի մեջ կմտնի Իրանը։ Տեսնենք։ Բայց գուցե շանտաժով ավելի շատ բանի կհասնի։ Հիմա ասիչ ալտերնատիվները կան, մի քիչ աշխարհը նեղորեր գաբրի, օրինակ Սաուդի Արաբիան 10 միլիոն օրական վարել գարդատրել, մի քիչ հնարավոր է այդ արտադրանք ավելացնել Նորվեգիան կա, ասի չէ Ալժիրը կա, Լիբիան կա, այդտեղ ալտերնատիվներ կան, Ամերիկան այդ մեծ, Ամերիկան իր մեծ, հիմա քիչ առաջ օրինակ հայտարարություն կատարեց Դոնալդ Թրամփը, որ ասեց մենք շատ մեծ բահեստային բան ունենք, բահված նավթ ունենք, այսինքն հիմնական մեծ խաղացող Ամերիկան է այդտեղ, ասեց այդքան էլ չի աստելու նավթիկիներու վրա, տեսնենք, այդ մեկն է մեզ կարևոր հետաքրքրող Հայաստանի համար։ Շնորհակալություն հարցազրույցի համար։